2-րդ խմբի շրջանակներում Եվրոնեստի եւ շնորհակալ եմ Հայաստանին, հայկական կողմին հյուրընկալության համար այսօր այստեղ նախ եւ առաջ թույլ տվեք ասեմ, որ ես շատ հակիրճ կցանկանամ ներկայացնել փաստաթուղթը, զեկույցը, կարծում եմ, որ բոլոր խորհրդանի անդամները հնարավորություն ունենան այն կարդալ, մենք էլ հետևաբար համապատասխան առաջարկվող փոփոխություններ այս զեկույցի դիտարկում ենք, ես նախ եւ առաջ շնորհակալ եմ պարոն Շենգեն, շատ շնորհակալ եմ գերազանց աշխատանքի համար, որ դուք արել եք այս փաստաթղթի պատրաստման ընթացքում, ես Իհարկե այս փաստաթղթով մենք տալիս ենք պատկեր արևելյան գործընկերության եւ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հեռանկարների ես իհարկե շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի անդամներին իրենց հանձնառության համար, իրենց աջակցության համար Ռուսաստանի Ուկրաինայի դեմ դաժան պատերազմի համատեքստում ես շնորհակալ եմ գործընկեր պատվիրակություններից գործընկերներից շնորհակալ եմ Ուկրաինայի խորհրդարանի գործընկերներին շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են դրա պատրաստման աշխատանքներին։ Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ հիմա մենք հնարավորություն ունենք քննարկել փոփոխությունները առաջարկվող, քննարկել այս փաստաթղթերը քաղաքական հանձնաժողովի շրջանակներում որպես լավագույն հնարավորություն, բայց միևնույն ժամանակ ես ցանկանում եմ ձեզ ասել, որ քաղաքական հանձնաժողովի քննարկումներից հետո ուկրաինական պատվիրակությունը կավելացնի մի քանի հավելյալ փոփոխություններ դրանց համար եւ դրանց շուրջ նույնպես վաղը պլենար նիստի շրջանակներում կքվեարկենք եւ ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել դրանցից մի քանիսը։ Մենք քննադատում ենք Ռուսաստանի Դաշնության համակարգված գործողությունները եւ երեխաների պարտադրված ակսորման գործողությունները, սրանք գործողություններ են, որոնք նշանակում են հարկադրված երեխաների բաժանում ընտանիքներից եւ իհարկե տիպողաբար Ռուսաստանի քաղաքացիություն տալը։ Սա փորձ է նրանց տիպողաբար ասիմիլացնել մի մշակույթի եւ ինքնության, որոնց հետ իրենք կապ չունեն, որը կապ չունի իրենց մայր միջավայրի հետ։ Այսպիսի գործողությունները Հստակորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը եւ հետեւաբար նաեւ խախտում են հիմնարար սկզբունքները, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Սա բացարձակապես խախտում է մարդկային արժանապատվության, պետք է սրա նկատմամբ լինի միջազգային հանրության միասնական արձագանքը։ Մենք բոլոր ժողովրդավարական երկրներին եւ խորհրդարաններին կոչ ենք անում պայքարել ռուսական ապատեգատվության դեմ, ապատեգատվություն, որը փորձում է կամ թաքցնել կամ արդարացնել այսպիսի հանցանքները։ Շատ կարևոր է, որ մենք հավաքական ներդիմակայունությունը ամրապնդենք։ Նայած կարողանանք ճիշտ արձագանքել արհեստական բանականությանը, ապատեգատվության տարածմանը, ինչպես նաև արդյունավետ կերպով նույնականացնենք ռուսական մանիպուլյացիաները եւ մանիպուլատիվ պատումները եւ միասին մենք պետք է կարողանանք վստահ լինել, որ երեխաների պաշտպանությունը, արդարադատությունն ու ճշմարտությունը մնան մեր միջազգային ընդհանուր օրակարգում։ Այս ամենը շատ կարևոր է խաղաղության հաստատման համար, հաշվետվողականության եւ մարդասիրության համար եւ հետեւաբար մենք առաջարկում ենք դրույթներ 11-րդ պարբերության եւ 18-րդ պարբերության այս զեկույցով ավելի ուժեղ ուղերձ ուղարկելու համար եւ ավելի հստակ ազդակ ուղարկելու համար ամբողջ աշխարհին, որ հրատապանաժեշտ է պայքարել Ռուսաստանի Դաշնության չարիքի դեմ։